10 տարի շարունակ հոդացավեր եմ ունեցել, ոտքից ծայրից մինչև իմ հոդը ցավում են երկու։ Գագիկ Ասրի-Բաբայանի կոնքազդրերի ցավերն ուժ գնացել էին հատկապես վերջին ամիսներին, անգամ ցավազրկողներն էին անարդյունավետ։ Շատ շարժունակ մարդ եմ, շատ եմ քայլում, բայց ես վերջին տեմպից ընկել էի, իմ կյանքի տեմպն էր խանգարել։ Կնոջից ես լսեցի, որ Նայիրիում բացվել է կոքսացենտր։ Զանգահարեցի հենց մի անգամից խոսեցի Հրաչյա Գեորգիեվիչի հետ։ Իրանից ճառագայթում էր հույս ու հավատ, որոշեցի վիրահատվել։ Մինչև վիրահատությունը պացիենտին մանրակրկիտ ներկայացվել է խնդիրը։ Այս վիրահատությունը տարբերվում է մյուսներից, քանի որ կոնքազդրային երկու հոդերի էնդոպրոթեզավորումն իրականացվել է միաժամանակ, նորարարական, աշխարհում առաջատար համարվող մեթոդով, առաջային մոտ 2 անգամ փոքր վիրահատական կտրվածքով, որը ենթադրում է էնդոպրոթեզի տեղադրում առանց հատելու եւ վնասելու մկանները։ Հատվում է միայն մաշկի ենթամաշկ, չի հատվում ոչ մի մկանախմբեր, մնացածը լայնացվում է, որը ստեղծում է եւ վերականգնման շատ արագ հնարավորություն եւ ցավային համախտանիշի իհարկե ավելի քիչ է լինում։ Արյան կորուստը մինիմալիզացված է, հիվանդը գտնվում է մեջքի վրա պառկած, որը բավականին լավ է շատ տարբեր խնդիրների ժամանակ, օրինակ սրտաբանական եւ թոքային խնդիրների ժամանակ։ Տեղադրվում է ստանդարտ ոտիկից մոտ 2 անգամ կարճ ոտիկ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարճ ոտիկով վիրահատում են նաև տարեց բուժառուներին։ Էնդոպրոթեզավորումից հետո բուժառուն կարողանում է ոտքի կանգնել եւ քայլել հենց վիրահատության օրը, իսկ հաջորդ օրը բարձրանալ եւ իջնել աստիճաններով։ Եթե ստանդարտ վիրահատության ժամանակ հենակից հրաժարվում են 2 ամիս հետո, ապա այս դեպքում դա տեղի է ունենում 1 ամիս անց։ Ես հենց առաջի օրվանից քայլել եմ, ես շատ գոհ եմ ամբողջ պերսոնալից։ Ժամացույցի պես աշխատող մեխանիզմը վիրահատում ենք մոտարապես մի կես ժամ, մաքսիմում 40 րոպեում։ Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը կատարվում է ասեպտիկ նեկրոզի կամ ոսկրի մաշվածություն առաջացնող այլ հիվանդությունների ժամանակ, երբ խախտվում է ազդրի գլխիկի սնուցումը, տեղի է ունենում ոսկրանյութի մեռուկացում, գլխիկը դառնում է անպիտան։ Եթե տարիներ առաջ այս խնդիրը հիմնականում առաջանում էր տարեցների մոտ, ապա հիմա հատկապես COVID-ից հետո հիվանդությունը երիտասարդացել է։ Կոքսարտրոզը դրսևորվում է աճուկային սուր ցավերով, շարժումների սահմանափակումով։ Լինում են դեպքեր, երբ ռենտգենը խնդիրը ցույց չի տալիս։ Ախտորոշումը կատարվում է MRT հետազոտությամբ։ Զրուցելով, էկզեմա անելով հիվանդի, մենք տենում ենք, որ խնդրեմը հենց կոքսարտրոզն է, ոչ թե ասենք թե նյարդերի բորբոքումը։ Ասեպտիկ նեկրոզի MRT պատկերը շատ ցայտն է։ Դες ասեպտիկ նեկրոզ դիագնոզը դրվում է MRT պատկերի հիման վրա։ Հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատությունները հիմնականում ընթանում են առանց բարդությունների։ Նայիրի բժշկական կենտրոնի կոքսակլինիկայում, որը համագործակցում է ֆիննական կոքսակլինիկայի հետ, նորարարական մեթոդով վիրահատություններից բացի կատարվում է նաև վերջույթների եւ կոնքերի ոսկրերի վնասվածքների, ոսկրային ախտաբանության, ոսկրամկանային համակարգի բնածին եւ ձեռքբերովի դեֆեկտների բուժում, հոդերի երկրորդային իմպլանտացիա։ Վիրահատում են նաև բարդագույն դեպքերը, վերականգնելով պացիենտների շարժունակությունն ու նրանց վերադարձնելով լիարժեք կյանքի։